Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես ցանկանում արձանագրել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ անձնապես ինձ համար լրատվամիջոցների, լրագրողների դերը թերևս աննարե գերագնահատ է, որովհետեւ ինձ համար հաշվի առնելով իմ կենսագրությունը, ես լրագրողներին համարում եմ հանրության մեր հանրային կյանքի սանիտար։ Ինձ համար լրագրողը դա այն մասնագիտությունն է, որը որ վեր է հանում մեր հանրային կյանքում առկա խնդիրները եւ հասցեագրում այն սուբյեկտներին, ովքեր որ այդ խնդիրները լուծելու իրավասություն ունեն։ Ու այս տեսանկյունից պիտի նաև տեղեկացնեմ հարգելի գործընկերներ, որ առաջիկայում մարտ ամսի վերջին մենք պլանավորում ենք ընտրությունների լուսաբանող լրագրողների համար աշխատաժողով քննարկում։ Դա մեր միջազգային գործընկերների հետ են կազմակերպելու եւ հրավերները ձեզ բոլոր լրատվամիջոցներին կուղարկվի։ Այստեղ նպատակը այն է, որ գոնե լրատվամիջոցներից մեկ-երկու հոգի ավելի շատ մասնագիտական ընտրությունների լուսաբանմանը տիրապետեն մասնագիտական մակարդակի, ինչը հնարավորություն կտա, որ ընտրությունների այդ բուռն շրջանում իրենք նաև իրենց գործընկերներին, իրենց մասնագիտական գիտելիքով կիսվեն իրենց գործընկերների հետ, որպեսզի հստակ նաև տարանջատում լինի օրինակ ինչն է իսկապես խախտում, ինչը ուղղակի քաղաքական process-ի, ասենք ուղղակի սովորական բնական քաղաքական process-ի մաս է կազմում, որպեսզի ամեն, այսպես ասենք, աղմկոտ երևույթ չներկայացվի իբրև խախտում, հետո եւ մենք էլ ստիպված լինենք անընդհատ այսպես հերքելու կամ ուղղակի ուղղելու, որ դա խախտում չէ։ Այսքանը որպես նախաբան եւ այս ասուլիսի գաղափարը եղավ այն բանից հետո, երբ որ պարբերաբար մենք լրատվամիջոցներից հարցումներ ենք ստանում ընտրական օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք որ ուժի մեջ են մտել փետրվարի 7-ից։ Դուք գիտեք, որ 21 թվականին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների մի մասը, որը վերաբերում էր հատկապես ազգային ժողովի ընտրություններին, այդ մասը օրենսդիր այն ժամանակ ուժի մեջ մտնել է հետաձգել եւ պայմանավորել էր հերթական ընտրությունների նշանակման հրամանագրի ուժի մեջ մտնելու ժամկետով։ Դրա դեպքում, քանի որ ընտրությունները նշանակվել են նախագահի կողմից փետրվարի 6-ին եւ հրամանագիրը ուժի մեջ է մտել հաջորդ օրը փետրվարի 7-ից, այդ փոփոխությունները ուժի մեջ են փետրվարի 7-ից եւ ինչ են ասում այդ փոփոխությունները։ Մասնավորապես շեմը կուսակցությունների անցողի շեմը իջել է 4%։ Դաշինքների շեմը բարձրացել է 7%-ից 8% եւ 10%։ Ինչով է այս տարբերակումը, մինչեւ 3 կուսակցություն դրանք 8% շեմի ներքո են, մինչեւ 3 կուսակցությունից բաղկացած դաշինքները 8% շեմի ներքո են ընկնում, 3 եւ ավել կուսակցությունից բաղկացած դաշինքները 10% շեմը պիտի հաղթահարեն անցողիկ շեմը։ Եվ մյուս փոփոխությունը կուսակցությունների պարագայում գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7.5 միլիոնի, նախկինում 10 միլիոն էր, իջեցվել է 7.5 միլիոնի։ Դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն։ Սա այն ժամանակ արվել է այն միտումով, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը, այսինքն գաղափարակից քաղաքական ուժերը ավելի հակված լինեն, այսինքն օրենսդրությունը նպաստի դրան, որպեսզի ավելի հակված լինեն միավորվելու եւ խոշոր կուսակցությունները խոշորանան։ Որքանով այս գործիքակազմը օրենսդրության այս գործիքակազմը իր դրական նշանակությունը, դրական արդյունքը կունենա, ցույց կտա ժամանակը։ Ես կարող եմ ասել, որ այդ կարող եք դուք ինքներդ էլ կոռուպցիական խարգելման հանձնաժողովից ճշտել, երբ որ մեզ անհրաժեշտ եղավ կուսակցությունների Հայաստանում գրանցված կուսակցությունների կոնտակտային տվյալներ
էլեկտրոնային post, որպեսզի հնարավորություն ունենանք իրենց նամակներ հղելու, մեզ 126 կուսակցության, ասենք, տվյալ է տրամադրվում։ Բայց եթե չեմ սխալվում, պիտի որ գրանցված կուսակցությունները ավելի նույնիսկ շատ լինեն։ Այսինքն այս 126-ը ենթադրում որ կոռուպցիական խարգելման հանձնաժողովը իրենց հետ կապ ունեցել, այսինքն հնարավորություն ունեցել է կապել։ Եվ այս թիվը իմ ընկալմամբ 2.5 միլիոն ընտրող ունեցող Հայաստանի պարագայում այս թիվը կարծում եմ բավականին մեծ է։ Եվ եթե օրենսդրությունը նպաստի, որպեսզի մեզանում ձևավորվեն խոշոր քաղաքական ուժեր, սա շատ կարևոր արդյունք կունենա, առավել կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, արդյունքում ինքը նաև կնպաստի ընտրությունների որակի շարունակական բարձրացմանը։ Եվ մյուս փոփոխությունը, որը որ փետրվարի 7-ից ուժի մեջ է մտել, վերաբերվում է կոալիցիաների կազմավորման սկզբունքին։ Նախկինում մինչև այս փոփոխությունները կոալիցիաների կազմավորման սկզբունքը, այսպես նախ օրենքը արգելում էր 3-ից ավել քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաների ձևավորումը։ Այս արգելքը հանվել է եւ սահմանված, այսինքն նոր արդեն կարգավորումներով առաջի ժամկետում, այսինքն 9 օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին։ Եթե այդ ժամկետում առավել ձայներ ստացած քաղաքական ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո արդեն ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին, այս միջազգային տերմինաբանությամբ ընդունված է ասել փոքրամասնության կառավարություն կամ փոքրամասնության կոալիցիա ձևավորելին, ինչի օրինակ կարող են բերել, դրա բառ օրինակ էր Գյումրի, երբ որ Շեմը հաղթահարած քաղաքական ուժերը միավորվեցին եւ ձևավորեցին կոալիցիա եւ արդյունքում առավել ձայն ստացած քաղաքական ուժը ինքը այդ կոալիցիայից դուրս մնաց, այսինքն կառավարումը ստանձնեց փոքրամասնության կոալիցիան, այսպես ճակերտավոր փոքրամասնություն ասենք, ազգային ժողովի ընտրությունների պարագայում այս կարգը եւս առկա է, այսինքն ներկայիս այդ հնարավորությունը տրված է այդ 21 թվականին ընդունված փոփոխություններով։